Կա մի հարց, որն ամբողջ կյանքում տանջում է բարի մարդկանց։ Ինչու որքան շատ եմ օգնում, այնքան ավելի վատ եմ զգում ինձ։ Դու տալիս ես ժամանակ, տալիս ես գումար, տալիս ես էներգիա, մաս նվիրում ես ինքդ քեզ նորից ու նորից։ Իսկ երախտագիտության փոխարեն ստանում ես կամ դատարկություն, կամ նոր խնդրանք, կամ էլ ամենացավալին, արհամարհանք նրանից, ում հենց նոր ձեռք մեկնեցիր։ Ու դու մտածում ես, թե ինչն է քո մեջ սխալ։ Ինչու քո բարությունը չի աշխատում։ Գուցե պետք է ավելի շատ օգնել։ Գուցե դու սխալ մարդկանց ես օգնում։ Կանգ առ։ Ճապոնացի սամուրայները լուծել են այս հարցը 500 տարի առաջ։ Ոչ թե գրքերի կամ դասախոսությունների միջոցով, այլ կոդեքսով, որը փոխանցվում էր վարպետից աշակերտին շշուկով, գետերի ափերին գտնվող լուռ վարժարաններում։ Եվ այդ կոդեքսն ասում էր մի պարզ բան, որը ժամանակակից աշխարհը մոռացել է։ Բարությունն առանց իմաստության առաքինություն չէ, այլ թուլություն։ Իսկ թուլությունը քայքայում է ոչ միայն քեզ, այլև նրան, ում դու օգնում ես։ Այսօր ես կպատմեմ քեզ սամուրայական իմաստության 4 դասերի մասին։ Յուրաքանչյուրը նման է սրի հարվածի, ճշգրիտ, առանց ավելորդ շարժումների։ Իսկ վերջինը, ամենակարևորը, փոխում է ամեն ինչ, եւ այն, ինչ կլսես վերջում, արժե սպասման յուրաքանչյուր րոպեն։ Կետ առաջին։ Հին Ճապոնիայում ապրում էր մի վարպետ կալիգրաֆ, ով լավագույնն էր նահանգում։ Նրա վրձնահարվածները պահպանում էին իրենց կենդանությունը տասնամյակներ շարունակ, իսկ աշակերտները դառնում էին իսկական արվեստագետներ։ Մի օր նրա մոտ եկավ մի երիտասարդ նկարիչ, նստեց դիմացը, խոնարհեց գլուխն ու ասաց, որ ինքն օգնում է բոլորին իր շրջապատում, հարևաններին, ընկերներին, ճանապարհի անծանոթներին, բայց որքան շատ է տալիս, այնքան քիչ բան է մնում իրեն, իսկ նրանք ում օգնել է, չեն դառնում ավելի լավը, այլ ավելի են թուլանում։ Վարպետը ոչինչ չպատասխանեց, ոտքի կանգնեց եւ աշակերտին տարավ դեպի պատուհանը։ Պատուհանից այն կողմ թեարանի մուտքի մոտ նստած էր մի երիտասարդ, ամրակազմ տղամարդ, պարզած ձեռքով, ում կողքին դրված էր դատարկ սափոր։ Աղբյուրը նրանից ընդամենը 2 քայլ էր հեռու։ Վարպետը կամացուկ խնդրեց նայել նրա ձեռքերին։ Երիտասարդը նայեց եւ տեսավ, որ տղամարդու ձեռքերը փափուկ էին, առանց կոշտուկների եւ աշխատանքի հետքերի։ Նա կարող է ինքնուրույն ջուր վերցնել, դանդաղ ասաց նկարիչը։ Վարպետը գլխով արեց, հավելելով, թե ինչու նա պետք է դա անի, եթե մյուսներն իրեն ջուր են բերում։ Նա հեռացավ պատուհանից, վերցրեց չորացող մագաղաթը եւ հարցրեց, թե արդյոք աշակերտը գիտի, թե ինչու վատ թուղթը չի կարող դառնալ գեղեցիկ նամակ։ Ոչ թե այն պատճառով, որ վարպետն է վատը, այլ որովհետև նյութը չի ուզում փոխվել, այն արդեն որոշել է, թե ինչպիսին պետք է լինի, եւ ոչ մի թանակ դա չի շտկի, եթե հենց նյութը պատրաստ չէ։ Մարդիկ նույն նյութն են, կան նրանք, ովքեր ուզում են դառնալ արվեստի գործ, եւ կան նրանք, ովքեր ընտրել են մնալ սովորական թուղթ։ Սամուրայները նման մարդկանց անվանում էին կավարանայի հիտո։ Նրանք չեն փոխվում ոչ թե նրա համար, որ չեն կարող, այլ որովհետև գտել են ուրիշի հաշվին առանց փոփոխությունների գոյատևելու միջոց։ Ինչպես նրանց ճանաչել։ Նայիր ոչ թե խոսքերին, այլ գործողություններին։ Արդյոք մարդն ունի ինքն իրեն օգնելու հնարավորություն, արդյոք կան ռեսուրսներ, որոնք նա չի օգտագործում։ Գործնականում դա այսպիսի տեսք ունի. նախքան օգնելը ինքդ քեզ մեկ հարց տուր։ Արդյոք նա անում է այն, ինչ կարող է անել ինքնուրույն։ Եթե այո, օգնիր, եթե ոչ, սպասիր։ Տես, թե ինչ տեղի կունենա, երբ դու անմիջապես օգնության չհասնես։ Երբեմն մարդուն պետք է ոչ թե քո օգնությունը, այլ դատարկություն, որպեսզի վերջապես ինքնուրույն սկսի գործել։ Կետ երկրորդ։ Ֆեոդալական Ճապոնիայում ապրում էր մի թափառաշրջիկ երաժիշտ, ուժեղ, ազնիվ, ջերմ սրտով եւ բաց ձեռքերով։ Մի օր ճանապարհին նա տեսավ մի հարուստ կալվածատիրոջ, թանկարժեք հագուստներով, ում կառքի անիվը խրվել էր ցեխի մեջ։ Կալվածատերը կանգնած էր կողքին, ձեռքերը կրծքին խաչած, եւ բղավում էր ծառայի վրա, ով միայնակ չարչարվում էր անիվը հանելու համար։ Երաժիշտը մոտեցավ եւ օգնեց դուրս քաշել կառքը։ Կալվածատերը միայն գլխով արեց, չշնորհակալություն հայտնեց եւ շարունակեց ճանապարհը, իսկ ծառան քարշ եկավ նրա հետևից։ Երաժիշտը մնաց ցեխի մեջ կանգնած կեղտոտ ձեռքերով։ Հաջորդ օրը նույն ճանապարհին, նույն կառքը նորից խրվել էր ցեխի մեջ, իսկ կալվածատերը նորից խաչված ձեռքերով
ձեռքերով բղավում էր ծառայի վրա։ Երաժիշտը կրկին օգնեց։ Երրորդ օրը պատմությունը կրկնվեց։ Չորրորդ օրը կողքով անցնում էր մի ծեր իմաստուն, ով կանգ առավ, նայեց երաժշտին, ապա կալվածատիրոջը։ Նա սպասեց, մինչև կառքը դուրս կգա ցեխից, կանչեց երաժշտին եւ հանգիստ հարցրեց, թե ում կառքն է դա։ Երաժիշտը պատասխանեց, որ կալվածատիրոջն է։ Իմաստունը հարցրեց, թե ում ձեռքերն են այն հրում։ Երաժիշտը լռեց, իսկ իմաստունը նշեց, որ նրա ձեռքերը հրում են կառքը, իսկ կալվածատիրոջ ձեռքերը հանգստանում են արդեն 4 օր, եւ այդ ընթացքում նա ոչ մի անգամ չի բռնել անիվից նրա կողքին։ Իմաստունը խորհուրդ տվեց երբեք չհրել այն մարդու կառքը, ով ինքը չի բռնում բռնակներից, քանի որ դրանով նրան չեն օգնում առաջ շարժվել, այլ օգնում են երբեք պատասխանատվություն չկրել սեփական շարժման համար։ Դու դառնում ես նրա անվճար, կամավոր եւ անտեսանելի ծառան։ Կան մարդիկ, ովքեր կարողանում են ստեղծել այնպիսի իրավիճակներ, որտեղ դու քեզ պարտավորված ես զգում օգնել։ Նրանք ուղղակի չեն խնդրում, այլ պարզապես կանգնում են խնդրի կողքին, նկատելիորեն տառապովի տեսքով եւ սպասում են, մինչեւ դու մեղքի զգացում կունենաս չօգնելու համար։ Հիմնական նշանը մեկն է՝ պարզ եւ անսխալ։ Արդյոք նա բռնում է բռնակներից քո կողքին։ Արդյոք նա ինքն աշխատում է, մինչ դու օգնում ես, թե միայն դիտում է, հրամայում եւ ստանում։ Իսկական համատեղ աշխատանքի դեպքում դու հրում ես մի կողմից, նա մյուս կողմից, միասին, կողք կողքի, նույն ցեխի մեջ։ Եթե նա կանգնած նայում է, մինչ դու աշխատում ես, դու ոչ թե օգնում ես, այլ փոխարինում։ Հիշիր այն իրավիճակը, երբ պարբերաբար օգնում ես ինչ-որ մեկին, եւ ազնվորեն թյոք այդ մարդն աշխատում է քո կողքին, թե դիտում է, թե ինչպես ես դու աշխատում իր փոխարեն։ Կետ 3. Մի հինավուրց թեյարանում աշխատում էր մի բարի եւ համբերատար թեյի վարպետ, ով անսահման հավատում էր մարդկանց։ Նրա մոտ հաճախ գալիս էր մի հյուր պատմելով իր դժբախտությունների, հիվանդությունների եւ անարդար ճակատագրի մասին։ Վարպետը լսում էր, հյուրասիրում, գումար էր տալիս, ժամանակ էր տրամադրում եւ մխիթարում։ Հյուրը հեռանում էր, բայց մեկ շաբաթ անց վերադառնում էր նոր պատմությունով եւ ավելի վատ դժբախտությունով։ Այդպես շարունակվեց 1 տարի։ Մի օր գլխավոր վարպետը կանչեց բարի երպետին, նրա երիտասարդին, նրա առջև դրեց ճաքած մի կավե թեյնիկ, մինչև եզրերը ջուր լցրեց եւ սպասեց։ Ջուրն աննկատ ճաքի միջով սկսեց դանդաղ հոսել։ Գլխավոր վարպետը խնդրեց էլի լցնել։ Երիտասարդը լցրեց, բայց ջուրը նորից հոսեց։ Նա կրկին լցրեց եւ ջուրը կրկին անքին անհետացավ։ Գլխավոր վարպետը նայեց նրան ու հարցրեց, թե որքան ջուր է պետք այս թեյնիկը լցնելու համար։ Երիտասարդը լռեց, իսկ ավակն ասաց, որ դա անվերջ է, քանի որ հատակ չկա, ջուրը չի կուտակվում։ Այն ամեն անգամ հոսում է եւ թեյնիկը մնում է դատարկ, որքան էլ շատ լցնես։ Կան մարդիկ, ովքեր նման են այս թեյնիկին, ոչ թե նրա համար, որ վատն են, այլ որովհետեւ նրանց ներսում կա մի ճակ, որը նրանք չեն ուզում կամ չեն կարող վերանորոգել։ Եվ որքան էլ դու տաս, ամեն ինչ կկորչի, ոչ թե նրա համար, որ քիչ ես տալիս, այլ որովհետև ամեն ինչ հոսում է այդ ճաքի մեջ։ Երիտասարդը հարցրեց, թե ինչ պետք է անել։ Գլխավոր վարպետը վերցրեց թեյնիկը, դրեց այն ալևի տակ եւ ասաց, որ նախ պետք է օգնել նրան գտնել ճաքը, հետո օգնել, որ նա ինքը ցանկանա այն նորոգել։ Եթե նա չի ուզում, ոչ մի ջուր չի օգնի, դու պարզապես կսպառես աղբյուրը։ Սամուրայները հասկանում էին սա պրակտիկայի միջոցով։ Ռազմիկը չի վատնում իր ուժերը մի մարդում, որն անհնար է շահել։ Ոչ թե այն պատճառով, որ վախկոտ է, այլ որովհետև գիտի, որ ուժը սահմանափակ է։ Այն պետք է խնայել այն մարդի համար, որը կարելի է հաղթել, եւ այն մարդու համար, ում օգնություն իսկապես պետք կգա։ Ինչպես ճանաչել անհատականոթը։ Կան 3 պարզ նշաններ։ Առաջինը այն է, որ պատմությունը միշտ ավելի վատն է, քան նախորդը, եւ օգնությունը չի վերացնում պատճառը։ Երկրորդը այն է, որ օգնության դիմաց երբեք գործողությամբ չեն շնորհակալություն հայտնում։ Մարդը չի փոխում իր վարքագիծը, որը հանգեցրել է խնդրին։ Երրորդ նշանն այն է, որ նա ինքը չի փնտրում իր ճաքը, չի հարցնում, թե ինչու է դա նորից տեղի ունենում, այլ միայն ուզում է, որ ինչ-որ մեկը նորից ջուր լցնի։ Նախքան երրորդ անգամ օգնելը, հարցրու ոչ թե խնդրի, այլ պատճառի մասին։ Եթե մարդը մտածի եւ սկսի պատասխան փնտրել, ուրեմն նա ուզում է նորոգել ճաքը, ուստի օգնիր նրան։ Եթե նա նորից անցնի իր դժբախտությունների նկարագրությանը, ուրեմն ճաքը նրան գոհացնում է եւ քո ջուրը կրկին իզուր կհոսի։ Կետ 4. Մի անգամ հայտնի ճարտարապետն ու իր աշակերտը քայլում էին գյուղի ծայրով եւ մի տեսարանի ականատես եղան։
Հորդարատ անձրևի տակ մի տարեց, ուժասպար եղած տղամարդ, ում հագուստը լրիվ թրջվել էր, իսկ ձեռքերը կարմրել էին ցրտից, կանգնած էր իր ավերված տնակի փլատակների մեջ։ Փոթորիկը ոչնչացրել էր նրա տունը, բայց նա չէր նստել ճանապարհին եւ օգնություն չէր ավերսում։ Նա նորից ու նորից քաշում էր գերանները, լուր եւ մեթոդաբար առանձնացնում էր պիտանի փայտերը, փորձելով ժամանակավոր ծածկ կառուցել։ Ճարտարապետը կանգ առավ, նայեց, լուր մոտեցավ տղամարդուն եւ սկսեց օգնել։ Աշակերտը հետևեց նրա օրինակին։ Նրանք աշխատում էին լռության մեջ եւ մեկ ժամ անց ծածկը պատրաստ էր։ Տղամարդը նայեց նրանց։ Նրա աչքերում ոչ խնդրանք կար, ոչ էլ ինքնախղճահարություն։ Կար հոգնածություն, բայց դրա հետևում ինչ-որ ամուր բան կար։ Նա պարզապես շնորհակալություն հայտնեց եւ անցավ իր գործին։ Ճարտարապետը դուրս եկավ անձրևի տակից, քամեց հագուստը եւ ասաց աշակերտին, որ հենց այսպիսի մարդկանց համար գոյություն ունի օգնությունը։ Աշակերտը նկատեց, որ նա չէր խնդրում։ Ճարտարապետը հաստատեց դա, ասելով, որ իսկական կարիքը հազվադեպ է գոռում։ Այն աշխատում է լուռ եւ հենց այդ պատճառով այն հեշտ է անտեսել, մինչ դու նկատում ես ամենաբարձր գոռացողներին։ Նա խնդրեց հիշել գլխավոր տարբերությունը։ Աղբյուրի մոտ նստածը սպասում էր, հարուստը կանգնած հրամայում էր։ Դատարկ անոթով մարդը նորից ու նորից գալիս էր նույն ճաքով։ Իսկ այս մարդն արդեն քայլում էր, արդեն աշխատում էր եւ անում էր այն ամենը, ինչ կարող էր։ Նրան պակասում էր միայն մեկ բան՝ եւս մեկ զույգ ձեռք ճիշտ պահին։ Օգնիր ոչ թե նրան, ով նստած սպասում է, այլ նրան, ով արդեն գնում է, բայց պարզապես սայթաքել է։ Իսկական օգնությունը ուրիշի աշխատանքը քոնով փոխարինելը չէ, այլ այն լծակն է, որը դու տալիս ես մարդուն այն պահին, երբ նրա սեփական ուժերն այլևս չեն բավականացնում։ Սամուրայների Բուսիդո կոդեքսում կա գիրի հասկացությունը, որը նշանակում է պարտք եւ պարտավորություն, բայց դրա կողքին միշտ կանգնած է մեկ այլ հասկացություն՝ մեյո, որը նշանակում է պատիվ։ Սամուրայները հստակ հասկանում էին, որ օգնել նրան, ով չի ուզում ինքն իրեն օգնել, պարտք չէ, այլ բարության պես տեսք ունեցող թուլություն։ Իսկական պարտքը արժանավորին օգնելն է, նրան, ով արդեն պայքարում է, ով չի կանգնել, պարզապես ուժերն են սպառվում։ Նախքան օգնելը հարցրու ինքդ քեզ. արդյոք այս մարդն արդեն աշխատում է, թե կանգնած սպասում է։ Եթե նա պայքարի մեջ է, առանց վարանելու, միացիր նրան, դա հենց քո պահն է։ Եթե սպասում է, դիտիր, թե արդյոք նա ինքը կսկսի գործել։ Իսկ հիմա ամենակարևոր փիլիսոփայական միտքը, հանուն որի ասվեց այս ամենը։ Սամուրայը պահպանում էր իր սուրը ոչ թե նրա համար, որ ագահ էր կամ վախենում էր այն օգտագործել, այլ որովհետև գիտեր, որ սուրը հավերժ չէ, մետաղը հոգնում է, իսկ շեղբը բթանում։ Եթե այն վատնես յուրաքանչյուր պատահածի վրա, վճռորոշ պահին այն չի դիմանա։ Քո էներգիան, քո ժամանակը, քո ուշադրությունը, քո բարությունը եւ տալու քո ունակությունը քո սուրն են։ Եվ ինչպես ցանկացած սուր, այն պահանջում է խնամքով վերաբերմունք։ Ոչ թե այն պատճառով, որ դու եսասեր ես, այլ քանի որ բթացած սուրը ոչ մեկին չի պաշտպանի, ոչ քեզ, ոչ էլ նրան, ով իսկապես պաշտպանության կարիք ունի։ Ճապոնացի վարպետներն ասում էին, որ պետք է պահպանել կրակը նրա համար, ով փայտ է գցում դրա մեջ, եւ չվատնել այն նրա վրա, ով միայն նայում է, թե ինչպես է այն վարվում։ Դա դաժանություն չէ, այլ իմաստություն։ Կա մեծ տարբերություն այն մարդու միջև, ով փակվել ու դադարել է օգնել, եւ նրա միջև, ով սովորել է օգնել ճիշտ ու հասցեական։ Առաջինը կորցրել է իրեն ուրիշների կարիքների մեջ եւ չարացել է։ Երկրորդը պահպանել է իրեն, եւ դրա շնորհիվ կարող է նվիրվել իսկապես երկար, անկեղծ եւ առանց ուժասպառ լինելու։ Աշխարհը չի բաժանվում բարիների եւ չարերի, արժանավորների եւ անարժանների։ Աշխարհը բաժանվում է նրանց, ովքեր ուզում են փոխվել, եւ նրանց, ովքեր դա չեն ցանկանում։ Եվ քո խնդիրը ոչ թե դատելն է, դատապարտելը կամ փակվելը։ Քո խնդիրն է տեսնել հստակ, առանց պատրանքների, առանց բոլորին փրկելու ցանկության, եւ քո լույսն ուղղել այնտեղ, որտեղ այն կբոցավառվի, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կմարի։ Քանի որ քո լույսն անսահման չէ, պահպանիր այն նրանց համար, ովքեր գիտեն դրանով վառվել։